Փաշինյանը վեհապարին վեհարանից հեռացնելու գործընթաց է սկսել։ Դուք որպես էջմիածինցի ինչ կարծիք ունեք։ Այն կարծիքին է, որ առաջնահերթ իրան պետք է հեռացվի այդ շենքից կառավարական։ Առաջնահերթ իրան պետք է հեռանա։ Այդքան բան։ Ձեր կարծիքով ինչու է երկրի ղեկավարին հետաքրքրում հոգևորական դասը, սրբազանները, եպիսկոպոսներն ու արքեպիսկոպոսները հուսակրոնության ուխտը խախտել են, թե ոչ։ Շեմ կարծիքին այլ նպատակներ են, ինձ թվում այլ նպատակներով։ Ինքը իրավունքը չունի նախ այդ հարցերի մեջ խառնում, որպես վարչապետ։ Ինքը ավելի կարևոր գործեր կան, որ պետք է արվի։ Ինքը այդ իրավունքը չունի։ Էջմիածնում կաթողիկոսին ընդունում են սիրում։ Այո, շատ։ Եթե արշավ սկսի եկեղեցու տեղ, ինչպես որ 2018 թվականին ակցիաներ էին իրականացնում Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժումը, Էջմիածնում կգնան կպաշտպանեն կաթողիկոսին։ Անպայման։ Չեք վախենա։ Ինչ է վախենալ։ Վախենալու բան չկա։ Առաջիկայում նոյեմբերի 16-ին Էջմիածնում սպասվում է քաղաքապետի ընտրություններ։ Այս պահի դրությամբ, եթե լիներ այդ ընտրությունը, Նիկոլ Փաշինյան թիմակիցը կվերընտրվեր։ Չեմ կարծում, որ կվերընտրվի։ Արդյոք ազդում է նրա այս քաղաքականությունը առաջիկա ընտրությունների որակի վրա։ Ի որ ազդի, հա։ Արդեն ես չեմ կարող փոխել։ Եկեղեցին ձեզ համար ինչ նշանակություն։ Եկեղեցին շատ մեծ նշանակություն ունի մեր համար։ Միակ կառույցն է, որ մնացել է։ Մեկ էլ ուզում են էլի ինչ-որ նպատակներով այդ էլ թարուքան անեն, ինչպես մնացած բոլորը։ Քան բան։ Ձեր կարծիքով եկեղեցու ներսում կան հոգևորականներ, ովքեր կաթողիկոսին դեմ են։ Չեմ կարծում, այդպիսի եկեղեցականներ լինեն։ Չեմ կարծում։ Արտիշտի Մեխակյանի ճանաչում եք ինքնը թեկնածու լինելու քաղաքապետի ուղեին։ Ասա չեմ կարծում։ Համայնքի ղեկավարն ասպետը, ղեկավարը։ Լսել եմ այդպես, բայց անձամբ իրան քշեն ճանաչում։ Այս լսել եմ։ Ինքներդ հիասթափված եք իշխանությունից։ Դա ինչ է։ Ինչու պատճառը։ Որտե մի լավ բան չկա, խար ինչ ասենք։ Ոչ մի լավ բան չկա։ Անձամբ համար ոչ մի լավ բան։ Բացի վատից։